Առողջ ապրելակերպ վարելու, մարզվելու, ինչպես նաև ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից գալիս են Հրազդանի կիրճ կամ ինչպես հայտնի է Բիձուկ գյուլ։ Ամռան շոգ օրերին երևանցիների համար զովանալու եւ ակտիվ հանգիստ անցկացնելու լավագույն վայրերից մեկը Հրազդանի կիրճն է, որը ավելի հայտնի է որպես Բիձուկ գյուլ։ Երիտասարդները անունը դրել են Բիձեկի գյուլ։ Լսել եք։ Այդ Բիձեկից մեկն էլ ես եմ։ Վաղ առավոտից այստեղ են գալիս տասնյակ քաղաքացիներ հաղթահարելու ամառային տապը, զբաղվելու սպորտով, սառը ջուրը վայելելու եւ օրը հաճելի տրամադրությամբ սկսելու համար։ Спасибо большое этому месту и тому, что вот это все здесь есть, такая инфраструктура, я скажу, даже развитая. И, в принципе, я занимаюсь в тренажерном зале. Здесь есть все тренажеры для того, чтобы все могли заниматься, развиваться и получать максимум удовольствия, тем более на природе. Առաջ գործից հետո էին գալի ստե ձորը։ Հետո երբ որ թոշակը լրիվ անցա, արդեն առավոտվանից գալիս եմ։ Դե հիմա նայեք, այստեղ մենակ մեծահասակները չեն գալի, այստեղ արդեն անվանի մարզիկներ են գալի։ Արսենը Ջուրֆալակյան, Արմանը Ծառուկյան, Արթուրը բնական Արթուրը Լեննական ապրում, Ալեքսանյան այստեղ չի մարզում, ինքը Լեննականում, բայց ով Երևան քաղաքի հետ կապ ունի, Ամոյանները, Ռոմանը, Մալխասը, սաղ այստեղը գիտեն, սաղ գալիս են մեր հետ հավասար, երեք էլ Արսենի հետ ենք պարապել։ Այսօր այստեղը արդեն հայտնի տեղ է դառել, բաներն էլ երիտասարդներն էլ նայում են, մոտիվացիան կա, գալիս են բնական է, տենում են որ չեմպիոնները այստեղ մարզում են։ Իրանց համար այդ մոտիվացիա է, մեծ մոտիվացիա գալի իրանք էլ են մարզում։ Բիձուկ գյուլում կարելի է հանդիպել ամենատարբեր տարիքի մարդկանց։ Ոմանք ընտրել են առավոտյան մարզումները որպես առողջ ապրելակերպի անբաժանելի մաս։ Անգամ պրոֆեսիոնալ մարզիկներն են այդտեղ մարզվում։ Մոտ 20 տարի պրոֆեսիոնալ սպորտի մեջ եմ եղել։ Ես էլ եմ մասնակցում, ես գալիս եմ ամեն տարի այստեղից Հայաստանի դրոշի տակ, միշտ մի Հայաստանի դրոշն եմ բարձրացնում, այնտեղ Գերմանիայում ունեմ կլուբավոր առաջնությունների եմ մասնակցում, Բունդեսլիգաներ։ Մեր տղաներից էլ Հայաստանից օրինակ մեր հայկերի մասնակցում է, մեծահասակների 72-ը առաջի համարն է։ Մի խոսքով ընկերությունը պահպանում ենք, այս լավ մթնոլորտը պահպանում ենք, այս էլ շատ լավ ուժեղ մարզվելու տեղ է։ Մենակ բարեսների համար չէ, ես կարծում եմ արդեն սա Հայաստանի Հանրապետությունն այստեղ գիտի։ Я сама из мира спорта, я сама занимаюсь 7 лет. Мне уже очень много лет, и у меня уже 4 детей, и мне 46 лет. И все мои дети также в спорте. И скажу так, среднестатистическому человеку, в принципе, любому достаточно ходить просто шаги. 10-15 тысяч шагов. Если есть возможность покачать пресс, поподнимать ноги, что-то поделать, вообще будет хорошо. Քաղաքացիները նշում են, որ վաղ առավոտյան ջերմաստիճանը դեռևս բարենպաստ է, իսկ սառը ջուրը օգնում է թարմանալ եւ էներգիայով լիցքավորվել ամբողջ օրվա համար։ Մեր չրիկ ենք ասում, գոյություն ունի դե պարզ է, ինձանից էլ առաջ։ Ինչի են բանանում անունը չրիկ, որովհետեւ ջուրը որ չռում է, ձայնը անում էլ է, դրանից առաջ ասել է այդ անունը չրիկ։ Գերմանացիներին բերել աշխատացրել են, այդ որ ասում եմ 45 թվականից հետո կռիվը վերջացավ, իրանք շինարարություն էին Երևանում, այդ խողովակը անցկացրել են ներքև։ Իրանք ընդ էստե չեն եկել, ուղղակի անցկացրել են խողովակ, բայց դա լավություն եղավ հայ մեր երևանցիների համար, որ սառը ջուրը որ միացրել են, ստեղ գալիս է։ Մեր զրույցի հերոսը Ռոբերտ Պապը, ով արդեն շուրջ 40 տարի գրեթե ամեն օր գալիս է Բիձուկ գյուլ։ Նա նշում է, որ վայրը դարձել է իր կյանքի անբաժանելի մասը։ Ամեն առավոտ այստեղ մարզվում է եւ վստահեցնում, հենց մարզումներն են իր առողջության եւ առույգության գաղտնիքը։ Ես 82 տարեկան եմ։ Ես կյանքում չեմ ծխել, միշտ շարժման մեջ եմ եղել։ Դրա համար փորձ չունեմ, միշտ կազդուրված վիճակում եմ, ինչը և ցանկանում եմ մնացած մեր երիտասարդությունը, ոչ թե միայն
տղամարդկանց, այլ նաև կանանց։ Ռոբերտ Պապի խոսքով տարիների ընթացքում շատ բան է փոխվել, սակայն Բիձուգյոլի նկատմամբ մարդկանց սերը չի նվազել։ Ընդհակառակը ամեն տարի այստեղ ավելի շատ մարդիկ են գալիս շոկից փրկվելու, առողջ ապրելակերպ վարելու եւ օրը լավ տրամադրությամբ սկսելու համար։ Բիձուգյոլը նաև երիտասարդների եւ երեխաների սիրելի վայրերից է։ Я очень рада тому, что вижу большое количество детей, и я даже вижу тренеров, которые приводят сюда своих детей, чтобы они вкладывались в свое здоровье, в свое развитие, во благо нации. Это крайне важно, когда дети занимаются спортом, потому что сейчас огромное обилие гаджетов, вообще всего вот этого негативного, что есть вокруг. Но когда дети увлечены спортом, вовлечены в это все, это их избавляет от вредных привычек в будущем, от негативного влияния социальной среды. А если говорить про здоровье в целом, конечно, это все влияет и на сердечно-сосудистую систему, и на развитие в целом физического состояния. Մարզիկների խոսքով բացօթյա մարզումները եւ բնական պայմաններում անցկացվող ֆիզիկական վարժությունները կարևոր դեր ունեն դիմացկունության եւ ընդհանուր մարզավիճակի բարձրացման գործում։ Ваше тело – ваш инструмент. Вам с ним жить дальше, вам с ним ходить дальше, вам его использовать дальше. Понимаете? Почему-то, знаете, когда нужно, все бегут в аптеку или к врачам, а почему бы не предопределить эту ситуацию и просто не заниматься спортом? Мне тоже бывает лень. Я тоже не хочу никогда там идти на тренировку, хочется полежать на диване, поесть какой-то плохой пищи. Не надо поддаваться этому сиюминутному влиянию, надо идти, делать, потому что должны понимать, что это только ваше здоровье. Նրանցից շատերը այս շրջանում պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին։ Մեծ ասակների աշխարհի առաջնությունն է, բայց ես չեմ մասնակցել։ Ես մասնակցել եմ 35-ից 40 տարեկաններ վետերանների աշխարհը, որովհետև իմ տարիքը ես արդեն 35 տարեկան եմ։ Չնայած իրանց հետ հավասար պարապում եմ։ Մեկ էլ սեպտեմբերի 5-ից սկսվում է մեր Գերմանիայում կլուբավոր առաջնությունները, այդ դա մեծահասակների մեջ եմ արդեն մասնակցել։ Արթուր Ալեքսանյանի ֆակտորը ասեմ, Արթուր Ալեքսանյանի օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո մեր մշամարտի դահլիճները երևի ես չասեմ կրկնապատկվեց, քառապատկվեց։ Ինչ եղավ, այսինքն տեսան, որ օլիմպիական չեմպիոն դարձավ, մենակ իր այդ ներկա լինելը, մենակ այդ իր փառաբանվելը, մենակ իր այդ օրինակը մարզադահլիճները միանգամից երևի մեկ ամիս հետո թե մեր մոտ, թե մեր գիշերօթիկում, ինտերնատում, թե դինամոյում սաղ տեղերը քառապատկվեցին։ Ավելի շատ երևի ես այդ ֆակտորը բան կանեմ, որ կընդգծեմ, որ այսօր սպորտի մեջ մի փոքր ճանաչում եւ всё, սաղ աշխարհ, մենակ սաղ աշխարհ չէ, Հայաստանում առավել եւս, սկսում են սաղ բոլորը ճանաչել, դու էլ քեզի բնականաբար լավ ես զգում։ Տարբեր սերունդների մարդկանց միավորող այս վայրը շարունակում է պահպանել իր յուրահատուկ մթնոլորտը, դառնալով ինչպես առավոտյան ակտիվ հանգստի, այնպես էլ նոր հանդիպումների եւ առողջ ապրելակերպի խորհրդանիշ։ Մարիաննա Արամյան, Մխիթար Մովսիսյան, Արման Սարգսյան, Մեդիահաբ։